Ինչպես ես, պարոն Ավինյան, ասում են էլիտար սաունաներից եք, հա օգտվում։ Բարև ընկերներ, ինչպես եք։ Այսօրվանից սկսում ենք երևանյան օրերը։ Ընկերներ, շնորհակալ եմ ձեր աջակցության, տեսանյութերը հավանելու եւ տարածելու համար։ Թալանը եւ անօրինականությունները ոչ միայն մարզերում են, այլ նաեւ Երևանում, որի ծավալները ուղղակի ապշեցուցիչ են։ Տիգրան Ավինյան, Ավանի թաղապետ Վահե Հակոբյանը ինչպես է, ասում են բազմակիվ հողեր են սեփականաշնորհել, շենքեր են կառուցում։ Չեք հարցրել, թե որտեղից այդքան ահռելի գումարներ հասարակ պաշտոնյային, թե ձերպես իրենք էլ վարկերով են ամեն բան անում։ Ուրեմն ընկերներ, Ավանի թաղապետն է ոմն Վահե Հակոբյանը, ում հայրը Սերժի ժամանակ գծատեր էր, դե մահվան գազելների մասին է խոսքը։ Ամեն դեպքում ասում են, որ նաև Վահե Հակոբյանի հայրը Մանվելը այժմ թաունհաուսների բիզնես է սկսել։ Մանվել Հակոբյանը Առնջի Դուրյան թաղամասում եւս մեկ հողամաս ունի, 3000 քառակուսի մետր, որը ձեռք է բերել 2004 թվականին։ Այդ հողամասի մասին նշված է նաև նրա հայտարարագրերում։ Այս մասին խոսել է նաև հետքը, փոքրիկ մեջբերում անեմ այդ նյութից։ Երբ փորձեցինք ծանոթանալ այդ հողամասի ձեռքբերման հիմքերին, պարզվեց, որ կադաստրային գործում փաստաթղթերն ամբողջական չեն։ Կադաստրից ստացված տվյալների համաձայն Դուրյան թաղամասի հողամասի նկատմամբ Մանվել Հակոբյանի սեփականության իրավունքը գրանցվել է Կոտայքի մարզի դատարանի 2003 թվականին կայացրած վճռի հիման վրա, սակայն վճիռը կադաստրային գործում առկա չէ։ Գրավոր դիմեցինք Կոտայքի մարզի Առաջինատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին, խնդրելով հնարավորություն տալ ծանոթանալ նշված վճռին։ Կոտայքի դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Ռոբերտ Աղաջանյանը մեզ գրավոր հայտնեց, որ դատարանում պահվող հաշվառման գրանցամատյանում առկա տվյալների համաձայն 2003 թվականին դատարան է ստացվել Առնջի գյուղապետարանի սեփականության իրավունքով հողամասի ձեռքբերման իրավունքը ճանաչելու պահանջի մասին։ Վերոհիշյալ քաղաքացիական գործը դատարանի արխիվապահոցներում փնտրման արդյունքում չի գտնվել, հայտնել է Կոտայքի մարզի Առաջինատյանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Ռոբերտ Աղաջանյանը։ Իդեպ ընկերներ, մեր թաղապետի եղբայրն էլ պետական եկամուտների կոմիտեի մաքսանեղության դեմ պայքարի վարչության պետն է։ Բացի այդ, ասում են Վահե Հակոբյանը թաղապետարանը լցրել է իր ընկերներով։ Կարևորագույն պաշտոնների է նշանակել ընկերներին։ 2018 թվականից հետո պաշտոնյա դարձածների ունեցվածքը աստղաբաշխական պրոգրեսիայով է առաջ գնում, ինչի համար շնորհակալություն Նիկոլ Փաշինյանին, որ ոչ թե թալանը վերացրեց, այլ նոր մեխանիզմներով ու ավելի ուժղին թալան սկսվեց երկրում։ Տիգրան Ավինյան, պատրաստվիր։ Առաջիկայում ոչ միայն խոսելու եմ քո ունեցվածքի, քո հետ փոխկապակցված անձանց հաղթած մրցույթների, այլ նաև քո տարաբնույթ ուղղվածությունների մասին։ Վստահեցնում եմ, այդ պուպսիկ դիմագծերը չեն փրկելու հանրության առաջ, քանի որ դրանից հետո շատերը իմ սուբյեկտիվ կարծիքով զզվանք են ապրելու։ Իդեպ, հիմա էլ պակաս զզվողներ չկան, անգամ հենց քո քաղաքական թիմում։ Ընկերներ, շատերի մոտ են արդեն անհանգստություններ առաջացել իմ տեսանյութերից, ձեր ակտիվությունից։ Ինձ ամենօրյա ռեժիմով տեղ են հասնում ներկա եւ նախկին թալանչիների վախերի դրսևորումները։ Իրար մեջ քննարկում են, թե ով կարող է լինել, ինչպես բերանը փակենք, եւ նմանատիպ անիմաստ մտքերով են տանջվում։ Ցանկանում եմ դրանց տեղյակ պահել, որ որևէ կերպ հայի բերանը հնարավոր չէ փակել, հնարավոր չէ փչացնել այն, ինչը սկսել է։ Իմ ու իմ նման մտածող հազարավոր քաղաքացիների միակ նպատակը ապրել ազատ երկրում, ապրել արժանապատիվ կյանքով, որը դուք եւ ձեր թալանչիները խլել են մեզանից։ Նիկոլ Փաշինյան, գիտեմ, որ ձեզ զեկուցել են իմ տեսանյութերի մասին, տեղյակ եմ, որ դիտել եք, հիմա ուղիղ դիմում եմ ձեզ, ունեք բացառիկ հնարավորություն, մեկ շաբաթում ձեր ասած պոլերին փռելու ձեր թիմ թափանցած թալանչիներին։ Վստահեցնում եմ, կան մարդիկ, ովքեր դեռ ձեզ են համակրում, սակայն չեն պատրաստվում ձեզ քվեարկել այդ անձանց պատճառով։ Սա եզակի հնարավորություն է ապացուցելու, որ Հայաստանում կա իրավապահ համակարգ, հակառակ պարագայում Հայաստանում անիշխանություն է, իսկ դուք եւ ձեր թիմը անիշխանության վրա կանգնած թալանչիներ։ Վստահ եմ, որ ձեզ այս խոսքերս եւս զեկուցելու են։ Ընկերներ, վաղը Սուրբ Զատիկն է։ Շնորհավորում եմ բոլորիս Սուրբ Զատիկը։ Կհանդիպենք երկուշաբթի։ Հարգանքներով, ձեր Հայը։